Կարող է մարդը միաժամանակ և սիրել, և հոգնել քեզանից։ Շատերը կարծում են, եթե իսկական սեր կա, հոգնածություն երբեք չի լինի։ Թվում է, սիրող մարդիկ պետք է միշտ հասկանան իրար, միշտ պայքարեն մինչև վերջ ու երբեք չհանձնվեն։ Բայց իրական կյանքում նույնիսկ ամենաուժեղ զգացմունքներն են երբեմն հոգնեցնում, որովհետև սերը միայն գեղեցիկ պահերը չեն։ Սերը նաև անվերջ խոսակցություններն են, լռությունները, որոնց մեջ շատ բան կա թաքնված, վիճաբանություններից հետո հաշտվելու փորձերը, ու այն օրերը, երբ ներսումդ ամեն ինչ կոտրված է, բայց դու շարունակում ես փորձել։ Երբ երկար ժամանակ միայն դու ես փորձում փրկել հարաբերությունները, մի պահ սկսում ես դատարկվել։ Սկզբում դեռ հավատում ես, որ ամեն ինչ կփոխվի, հետո սկսում ես ավելի քիչ խոսել, ավելի քիչ նեղանալ, ավելի քիչ սպասել։ Ու ամենավտանգավոր պահը գալիս է այն ժամանակ, երբ այլևս նույնիսկ վիճելու ուժ չունես։ Դա չի նշանակում, որ սերը վերջացել է։ Երբեմն մարդը դեռ նույն ուժով սիրում է, բայց հոգնել է անընդհատ պայքարելուց միայնակ։ Ամենացավոտ հարաբերությունները հաճախ հենց դրանք են լինում, ոչ թե այնտեղ, որտեղ մարդիկ դադարել են սիրել իրար, այլ այնտեղ, որտեղ սերը մնացել է, բայց մարդիկ այլևս ուժ չունեն նույն ձևով շարունակելու։ Ու գուցե ամենադժվարը հենց սա հասկանալն է։ Երբեմն մարդիկ հեռանում են ոչ թե որովհետև սերը սառել է, այլ որովհետև չափազանց երկար ժամանակ իրենք իրենց մոռացել են ուրիշին պահելու ընթացքում։